Երգչուհի Սիլվա Հակոբյանը բավականին սիրված է հանրության կողմից, վերջինս հայկական շոու բիզնեսի ամենադրական կերպարներից մեկն է։ Երգչուհի շատ անգամներ ինստագրամյան հարթակում հրապարակումներ է անում, ցույց տալով իր երեխաների հանգստից, իր ամուսնու հետ ունեցած ժամանցից կադրեր։ Սակայն այս անգամ Սիլվա Հակոբյանի հրապարակումը որպես այդպիսին տարբերվում է մյուսներից, վերջինս տարածել է մի օգնության կանչ, որտեղ նշվում է, որ նորածին տղայի Հենրիի մոտ ախտորոշվել է լեղածորանների և լեղապարկի ատրեզիա։ Ծանր հիվանդության միակ բուժումը լյարդի փոխպատվաստումն է, որը նախատեսվում է իրականացնել Մոսկվայի Շումակովի անվան փոխպատվաստման կենտրոնում։ Վիրահատության և անհրաժեշտ բուժման համար պահանջվում է 15 միլիոն դրամին համարժեք գումար ռուսական ռուբլով։ Հենրիի դոնորը լինելու է նրա մայրը։ Այսօր ընտանիքը կանգնել է լուրջ խնդրի առջև, ինչի համար դիմում է հանրությանը, որպեսզի օգնեն երեխայի բուժման համար։ Ներկայացնում ենք բոլոր հնարավոր միջոցները, որով կարող եք փոխանցումներ կատարել փոքրիկ երեխայի բուժման համար։ Երգչուհի ինստագրամյան էջում հատաճախ կարելի է տեսնել ընտանեկան հրապարակումներ, որտեղ երևում է իր քույրը, հայրը, մայրը, ամուսինը եւ ամուսնու ընտանիքի անդամները։ Այսօր Սիլվա Հակոբյանն իր հայրական ընտանիքի հետ մասնակցում է հարսանյաց արարողության, որտեղից երգչուհին մի քանի կադրեր է հրապարակել։ Կադրերում երևում է, թե ինչպես են Մանե Հակոբյանն ու նրա հայրը պարում միմյանց հետ, եւ թե ինչպես են երկու քույրերով Սիլվան ու Մանեն միմյանց հետ ուրախանում հարսանյաց երեկոյի ընթացքում։ Ներկայացնում ենք այս գեղեցիկ կադրերը ձեզ առանց մեկնաբանության։ Երգչուհի Սիլվա Հակոբյանը նրա ինստագրամյան հարթակի հրապարակումները մեծ հետաքրքրություն են առաջացնում հանրության շրջանում։ Երգչուհին շատ հաճախ հրապարակումների տեսքով ներկայացնում է իր աշխատանքային գործունեությունից, շրջագայությունից, ինչպես նաև իր ընտանեկան հրապարակումներն է ներկայացնում, որոնք լինում են երկու դուստրերի՝ Սարայի և Միլայի մասնակցությամբ։ Երեկ, սակայն, երգչուհին տխուր հրապարակումով է հանդես եկել։ Գիտեմ, որ հոգիդ հիմա հանգիստ է ու սիրտդ էլ չի ցավում։ Իմ կատինամորաքույր, ննջիր խաղաղ։ Այսպիսով երգչուհին հայտնել է իր մորաքրոջ մահվան մասին։ Ինչպես կարելի է եզրակացնել Սիլվայի հրապարակումից, նրա մորաքույրը առողջական խնդիրներ ուներ։ Հավելենք նաև, որ նախորդ ամիս էլ ներկայացրել էինք երգչուհի ինստագրամյան հարթակից ավելի ուրախալի հրապարակում։ Երգչուհին իր ծննդյան առթիվ հրապարակում էր արել ինստագրամյան հարթակում, ցույց տալով, թե ինչպես են ընտանիքի անդամները՝ ամուսինը, երկու դուստրերն ու ամուսնու մայրիկը, երգչուհուս կեսուրը իրեն կեսգիշերին անակնկալ մատուցել։ Ինչպես տեսանյութում Սիլվա Հակոբյանն է նշում, ինքը սպասում էր անակնկալին, քանի որ ամեն տարի ընտանիքը կեսգիշերին սիրով եւ մեծ ոգևորությամբ շնորհավորում է երգչուհու ծննդյան տարեդարձը։ Հավելենք նաև, որ կադրերում երևում է, թե որքան ակտիվ է երգչուհուս կեսուրը։ Այս տեսանյութից պարզ է դառնում, թե որքան ջերմ հարաբերություններ ունեն Սիլվա Հակոբյանն ու իր կեսուրը, ովքեր մեկ հարկի տակ են ապրում։ Հավելենք նաև, որ Սիլվա Հակոբյանին ջերմ շնորհավորանք է հղել նրա հայրը, ով նաև համարվում է երգչուհու պրոդյուսերը։ Շնորհավոր Բալես, դու լավ դուստր, լավ քույր, լավ մայր, լավ մարդ, համեստ հայուհի, սիրված երգչուհի, դու բարություն, հայրենասեր ու ազգասեր, Սիլո Սիլվանես, պապան մեռնի քո ջանին, իմ սիրուն աղջիկ։ Այս հրապարակմանը կից եւս հազարավոր շնորհավորանքներ են հնչեցվել ուղղված սիրված երգչուհուն։ Հավելենք նաև, որ երգչուհին աչքի է ընկել իր բարությամբ ոչ միայն ընկերական շրջապատում, օրեր առաջ վերջինս հրապարակումով էր հանդես եկել ինստագրամյան հարթակում,
Այդպիսով օգտագործելով իր մեծ լսարանը եւ ուշադրություն հրավիրելով մի աղջկա վրա, ով ունի օգնության կարիք։ Հասմիկի մոտ 2023 թվականին ախտորոշվել է ապլաստիկ անեմիա սակավարյունություն։ Բուժումներ է ստացել Յուլիանի անվան արյունաբանական կենտրոնում։ Այս պահին օրը մեջ ստանում է արյուն եւ թրոմբոցիտների տեղը։ Հասմիկին Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստում է պետք։ Փոխպատվաստման եւ բուժման ընդհանուր գումարը կազմում է 26.500.000 դրամ, 18 միլիոնը փոխպատվաստման համար, իսկ 8.5 միլիոնը հետվիրահատական դեղորայքի։ Առողջապահությունը ֆինանսավորել է 6.5 միլիոնը, քանի որ գումարի չափը շատ մեծ է եւ Հասմիկը միայն մոր խնամքին է, խնդրում ենք հնարավորինս օգնեք ընտանիքին, որ կարողանան վճարել։ Ոչ մի հիմնադրամի շահառու չի հանդիսանում աղջիկը։ Հասմիկին օգնելու համար տեղադրում եմ նրա բանկային տվյալները, գրել է երգչուհի Սիլվա Հակոբյանը։ Վերջինս նաև հետևյալն է գրել. Հասմիկն ընդամենը 19 տարեկան է։ Նշենք նաև, որ օրեր առաջ էլ ներկայացրել էինք մեկ այլ հայ հայտնիների օգնության խնդրանքը։ Ռոզա Դավթյանն, ով բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, ժամանակ հրապարակումներ է անում եւ այդպիսով կիսվում իր կյանքում տեղի ունեցող այս կամ այն իրադարձության վերաբերյալ։ Այս անգամ Ռոզա Դավթյանը դիմել է իր հետևորդներին օգնության նպատակով։ Սիրելի ընկերներ, մեր բոլորի կողմից սիրված ընկեր Պետրոսը այսօր ավելի քան երբևէ ունի մեր բոլորի աջակցության կարիքը։ Ցավոք սրտի Պետրոսի մոտ հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղ, բուժման երկարատև եւ դժվարին ճանապարհ է սպասվում։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ մեծ գումարների մասին է խոսքը գնում։ Յուրաքանչյուրի նվիրատվությունը շատ մեծ դեր կարող է ունենալ։ Փոխանցումները կարող եք անել անձամբ իր հաշվեհամարին, գրել է դերասանուհին, տարածելով հաշվեհամարներն ու Աֆարյան Պետրոսի տվյալները։ Հավելենք նաև, որ երեկ նույն խնդրանքով հանդես էր եկել դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, որը եւս ներկայացրել էինք ձեզ։ Դերասանուհին ինստագրամյան հարթակում հուզիչ հրապարակում է արել։ Բանն այն է, որ ստամոքսի քաղցկեղ է հայտնաբերվել Անահիտ Կիրակոսյանի ընկերներից մեկի, դերասան Պետրոս Աֆարյանի մոտ։ Անահիտ Կիրակոսյանը հուզված է, նա իր խոսքում չի կարողանում թաքցնել արցունքները ու խնդրում է իր հետևորդներին միանալ, որպեսզի օգնել Պետրոսին հաղթահարել ստամոքսի քաղցկեղը։ Անահիտ Կիրակոսյանը դիմել է իր հետևորդներին, նշելով, որ եթե 4000 հետևորդ ընդամենը 1000 դրամ փոխանցեն, հնարավոր կլինի Պետրոսի բուժման առաջին փուլը հաղթահարել։ Ինչպես դերասանուհին է նշում, երկարատև բուժում է պահանջվում, սակայն սկզբնական փուլում կարելի է ինչ-որ չափով օգնել, հավաքելով նշված գումարը։ Ներկայացնում ենք դերասանուհու խոսքը առանց մեկնաբանության։ Բարի երեկո իմ շատ սիրելի հետևորդներ, ներողություն եմ խնդրում, որ այս ուշ ժամին եմ այսպիսի հարցով դիմում, ուղղակի հրատապ է։ Շատ դժվար եմ հիմա խոսում, որովհետև հենց նոր տեղեկացա, որ իմ լավ գործընկեր Պետրոս Աֆարյանի մոտ հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղ։ Անհրաժեշտ են շատ մեծ գումարներ բուժման համար, ովքեր չգիտեն կամ չեն հիշում, Պետրոսի հետ մենք խաղացել ենք անցյալի ստվերներում, ես Իզանեի, ինքը Ազատը, և Պետրոսը շատ տաղանդավոր պարուսույց է, փայլուն պարող, մեր շանթի նախագծերում եղել է Պարիժ թե կարող եսում, եղել է պարահանդեսում, պարահանդես 1, 2, 3 բազմաթիվ զույգերով հրաշալի ֆանտաստիկ ելույթներ է ունեցել, անպայման հաջորդիվ իմ կիսատ մնաց խոսքս, ես հիմա կտեղադրեմ Պետրոսի իդրամը այստեղ, ես քիչ առաջ եմ իր հետ խոսել, ինքը ասաց, որ շատ մեծ գումարների մասին է խոսքը, բայց գոնե նախնական, եկեք փորձենք օգնել,